Բարև ձեզ։ Այսօր տաղավարում կզրուցեմ Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի հետ։ Պարոն Սեդրակյան, բարի գալուստ Հայաստան եւ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ As far as I know, there are many news and Ինչպես գիտեմ, այս տարի նոր ցուցադրություններ եւ միջոցառումներ են սպասվում Սարոյանի ժառանգության վերաբերյալ։ Ինչ եք նախատեսել իրականացնել այստեղ։ exhibitions that you're planning here. So we'll be hosting a program. Մենք կպատրաստվենք իրականացնել Սարոյանական օրերը սեպտեմբեր 4-ին 12։ Ես շատ ուրախ եմ Հայաստանին եւ աշխարհին ներկայացնելու որոշ գործեր, որոնք երբևէ չեն ցուցադրված։ Սեպտեմբեր 4-ին մենք Չարենցի անվան քրագանության եւ արվեստի թանգարանեն ներս ընդունելությունը պիտի կազմակերպենք, որուն ընթացքին կնախադեսենք ունենալ ցուցադրություն ներկայացնելու Վիլյամ Սարոյանի այն քեղանկարները, որոնք երբեք չեն հրապարակված։ Սեպտեմբեր 6-ին Քիրքի Երևանյան փառատոնին մենք նոր քիրքիմը շնորհանդեսը պիտի ունենանք, որ պիտի ներառե Վիլյամ Սարոյանի հեղինակած կարճ պատմությունները, որոնք եւս մինչ այսօր որևէ տեղ չեն հրապարակված։ Քիրքը հայերեն լույս պիտի տեսնե, եւ ես շատ ողջավորված եմ այդ արդիվ։ Ավելի ուշ մենք երկու նոր ներկայացումներ պիտի ունենանք Սարոյանի ստեղծագործություններուն հիման վրա։ Մեկը տեղի պիտի ունենա Մալյան թատրոնեն ներս, մյուսը թատրոնի եւ գինոյի հիմնարկեն ներս։ Այնուհետեւ այդ շաբթվան վերջը մենք կպատրաստվենք կազմակերպել մեծ քննարկումը։ Հուսանք զայն կհյուրընկալենք հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր մասնաճյուղեն ներս։ Քննարկումին ներգրավված պիտի լան երիտասարդ հայ արվեստագետներ, որոնք պիտի խոսին Սարոյանի ներկայիս թերի մասին։ Ամսվան վերջը գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնամարզության նախարարության եւ ՔՈԱՖ-ի հետ համագործակցությամբ երեխաներուն համար պիտի կազմակերպենք ազգային արվեստի մրցույթ, ուր անոնք պիտի ստեղծեն նոր քեղանկարներ ոգեշնչված Սարոյանի արվեստով։ Այսպիսով մենք պիտի դոնենք Սարոյանի ներդրումը արվեստի մեջ դարբեր ձևերով, գրելով, փեմական արվեստով եւ քեղանկարներով։ Շատ ուրախ եմ, որ այս ամենը պիտի ներկայացնենք Հայաստանի մեջ։ Excited to be sharing that with the people of Armenia. As you mentioned, Ինչպես նշեցիք, պատրաստվում եք ցուցադրել Սարոյանի մոտ 70 գեղանկարներ, որոնք երբևիցե չեն հրապարակվել։ Նախ ինչպես են դրանք պահպանվել եւ ընտրվել այս ցուցադրության համար։ Բացի այդ, ինչպես են այս նկարները նորովի բացահայտելու Սարոյանին։ different side of Saroyan. So when Saroyan passed away, he left. Երբ Սարոյանը մահացավ, Ան Վիլյամ Սարոյան հիմնարկության թողեց իր ողջ քեղարվեստական ժառանգությունը եւ քրագանության եւ գերբարվեստի։ Ան մահացած է 1981 թվին եւ թողած է իր շատ լավ ընկերոջը, իմ հորս Ռոբերտ Սեդրակյանին, իբրև հիմնարկության նախագահ։ Մենք բահած ենք նկարները, փաստաթղթավորած ենք ամենը։ Թեև ադոնք շատ էին։ Զանոնք կբահենք շատ աբահով դեղմը, հյուսիսային Կալիֆոռնիա մեջ։ Ես մեծ փորձառություն ցերկ բերած եմ այդ գործերը ուսումնասիրելու adեն եւ որոշ չափով տասավորած եմ մոտավորապես 150 գործ, որ նաեւ ուղարկած եմ այստեղի թանգարանի դնորենին։ Հետո միասին ընդրած ենք այն գործերը, որոնք կգարձենք լավագույնն են Հայաստանի մեջ ներկայացնելու համար։ Մենք նաեւ գուզենք ցույց տալ անոր զարգացումը իբրև արվեստագետ։ Ան սկսած է ստեղծագործել 1930-ական թվականներեն եւ ուներ շատ խորանարդական ոճ 1950-ական թվականներուն ավելի ուշ եւ 1960-ական թվականներուն թեպի մահ տանող ճանապարհին ան արդեն ուներ ավելի դպավորաբաշտական ոճ, ինչպես օրինակ Մարկ Ռոթկոն ունեցած է։ Ան շատ զգուշությամբ թվակրած եւ բահած է ամեն մեկ գործ, քանի մահը նաեւ վերնակրած է։ Որոշ բարականերու գրնանք տեսնել, որ ան ստեղծած է պատկերներ, որոնք կհիշեցնեն հայկական ցերակիր, ան չեր գարթար ու գրեր հայերեն, բայց ցուցահանդեսը պիտի ներառե նաև նկարներ, ուր հայոց գեղեցիկ այգուպենը պատկերված է։ And we will show a number of drawings and paintings that represent that in the show. And as I see, Ես տեսնում եմ ձեզ մոտ կա մեկ նմուշ։ Կարող եք պատմել դրա մասին եւ ասել, թե ով է պատկերված այդտեղ։ I will. This is actually Ասիգա իրականության մեջ մեր նկարներու հավաքածոյեն չէ, որովհետև ես կուսումնասիրեի գարջ պատմությունները քիրքին համար։ Ես նաև առիթ ունեցա վերանայելու անոր նամակներու հսկայական քրատարանը, որ ձևավորված էր անոր կյանքին ընթացքին։ Անոնք ուղված էին իր հաշվաբահներուն, զավակներուն եւ իմ հորս։ Եվ ես հայտնաբերեցի քանի նամակներ, որոնք անկրած էր նախքան ջանցված դառնալը։ Ուղված էին գնոջը, որ քրող էր եւ կփնագեր Ամերիկայի միջին արևմուտքը
կյանքը։ Ան որոշ չափով Սարոյանի ուսուցիչն էր։ Սարոյանը վաղ դարիքեն լքած էր դբրոցը, բայց չափազանց ինքնագրտված էր։ Գերտար քրաթարան գգարթար բոլոր մեծանուն հեղինակները։ Այս կնոջ հետ նամակագրության մեջ ան կբատմե ռուս եւ ֆրանսացի գրողներու մասին։ Եվ այդ նամակներեն մեկում մեջ ես հայտնաբերած եմ այս նկարը։ Եվ ասիգա այն առաջին նկարներեն մեկն է, որ ստեղծած է Սարոյանը։ Ասիգա թիմանկարն է, Սարոյանն է, 25 տարեկանին։ Ան կգարձեմ գաշխատեր այստեղ գրված քանի մը խաղապարներու շուրջ։ Եվ ստորև գրած է՝ գուղարգեմ իմ թիմանկարս, որ նկարած եմ, երբ արփած եմ։ Եվ ասիգա իմ ամենասիրելի գործերեն մեկն է, որ պիտի ցուցադրենք թանգարանի մեջ սեպտեմբերի վերջերը։ And we will be showing this at the museum show later in September. Կան այլ ստեղծագործություններ, որոնք հոգեհարազատ են ձեզ։ Very special for you. There are several actually. Ասոնք մի քանին են, որոնք դուք պիտի տեսնեք ցուցահանդեսին։ Դժվար է բացատրել, բայց անոնք շատ դպավորաբաշխական են։ Այնուամենայնիվ, մեկ օրվա մեջ ան նստած եւ 14 թիմանկար ստեղծած է, եւ մենք պիտի ցուցադրենք զանոնք իբրև մեկ առանցին խումբ։ Ասոնք կարտահայտեն Սարոյանի դերաշխարը յուրահատուկ ձևով։ Եվ ես հատկապես այդ գործերը կսիրեմ։ Very special way, and I like those especially. I like those especially. And will this exhibition have Այս ցուցահանդեսը հստակ խորագիր ունենալու է։ This is going to be, I believe, entitled The Images Այո, Behind խորակիրը պիտի լա նկարները խոսքերուն յետևեն, եւ նախարարությունը պիտի աջակցի նկարներուն ցուցադրության, եւ իրենք են, որ ընդրած են այս խորակիրը։ so it will be like Այսինքն այն կմիայհյուսի նրա գրականական եւ նկարչական ձայնը։ And in a number of cases, Այո, հարգավ, ան չափազանց շատ կգրեր, բայց նաև օրակիր ունեցած է, որովհետև ան թվակրած է իր նկարները։ Ես կրծած եմ ուսումնասիրել օրակիրները եւ գտնել նշումները եւ այն ամենը, ինչ ան օրակրած էր իր կյանքի մեջ դեղի ունեցածի մասին։ Այսինքն, մենք ոչ միայն պիտի ցուցադրենք այդ նկարները, այլև թե ինչ մտածած է ան, երբ ստեղծած է զանոնք։ Այսպիսով կգարձեմ, որ պիտի ապահովենք շատ հետաքրքրական պատկերացում անոր կյանքի մասին եւ մանրամասն մեկնաբանություններ անոր ստեղծագործություններում մասին։ journals as he made the work. and in modern times Իսկ ինչ եք ակնկալում մարդկանցից, ովքեր սիրում են Սարոյանին, կարդում են, նույնիսկ նրանցից, ովքեր տեղյակել չեն, որ Սարոյանը նկարում էր եւ ունի բազմաթիվ նկարներ։ Ինչ եք կարծում, ինչպես կընկալեն մարդիկ այս նոր ներկայացումը։ how will they perceive these paintings? Well, what I'm hoping Ես երկու ակնկալիք ունիմ։ Առաջինն այն է, որ մենք ցույց պիտի տանք այն Սարոյանը, որ քիչերը գիտեն։ Սարոյանը իր հոգին ու սիրտը դրած է իր ստեղծագործություններում մեջ։ Ես հարգավ չեմ գրնարսել, թե ինչ կակնկալեմ, որովհետև ադիգա շատ անձնական է, սակայն այս ամենը շատ կարևոր է ինձ համար։ Եվ հույս ունիմ, որ այստեղի ունգընտիրները եւս պիտի լսեն այն բոլոր զգացումները, որոնք ես կզգամ այս նկարները տեսնելու ադեն, եւ պիտի ընկալեն զանոնք անոր քրագանության շրջարկի մեջ։ Երկրորդը, որուն կակնկալեմ, որ պիտի հասնենք, Սարոյանի ոգին է եւ կգարձեմ փիլիսոփայությունը, որ համապատասխան է ամբողջ աշխարհին եւ յուրաքանչյուր տարիքի մարդու։ Հույս ունիմ, որ Սարոյանի ստեղծագործական ներկայացման շաբթվան ընթացքին մենք հատկապես կարենանք ներկայացնել հայ երիտասարդ սերունդին, որոնք դակավին չգային, երբ Սարոյանը կգրեր, որոնք չեն տեսած անոր աշխատանքը իրական ժամանակի մեջ, բայց հիմա առիթ ունին ցերկ բերելու այդ փորձառությունը եւ զգալու այդ ոգին ու զգացումները, որոնք ինք փոխանցած է իր աշխատանքներուն որպես հայ եւ որպես ամերիկահայ։ and as an Armenian American to his work. So moving to another topic, as you mentioned, Նշեցիք, որ նաև նոր գիրք է լույս տեսնելու, որը կլինի հայերեն եւ կներառի կարճ պատմվածքներ, որոնք կրկին երբևիցե չեն հրապարակվել։ Ինչպես է այն ներկայացնելու Սարոյանին եւ ինչպես է փոխանցելու նրա գրականական ձայնը։ new voice, literary voice from these short stories. Well, I think they're wonderful, first of all. Նախ կգարձեմ, որ անոնք հիանալի պատմվածքներ են եւ ապա անոնք ժամանակակրական օրինակներ են, անոր առաջին քրական ժամանակներ են, երբ 1930-ականներու վերջը սկսավ հրապարակվել մինչև 1970-ականներու վերջը։ Իր մահվանեն առաջ ան ամբողջ ընթացքին կգրեր անոր ստեղծագործությունները իրական ժամանակի մասին կպատմեին։ Անոնց մեջ շատերը Ֆրեզնոյի մեջ հայ ներքաղթյալներու փորձառության մասին են։ Քանի մահը իր փորձառության մասին են որպես խաղամոլ։ Ան ուներ այս խնդիրը եւ այս պատմություններեն ոմանք այդ մասին կպատմեն։ Սարոյանը հայտնի դարձավ իր խիզախ երիտասարդը թրջող ջոջացողի վրա քիրկով, որ կներառեր 26 պատմություններ, որոնք ան գրած է անընդմեջ 26 օրվա մեջ։ Եվ ադիգա հիանալի
զարմանալի աշխատանք մներ։ 50 տարեկանին ան շատ դժվար շրջան ունեցավ։ Անոր անձնական կյանքի մեջ խառնաշփոթ կար եւ ան արդյունավետ կերպով չէր գրնար աշխատել։ Շատ հուսախապ էր։ Քիրքի մեջ ավել ցուցածեմ դիտողություններ, որոնք ան ըրած է իր օրակիրի մեջ նոյեմբերին, երբ գրած էր՝ «Պիտի գրեմ 33 պատմվածք 33 օրվա մեջ եւ այս տարի բամը պիտի ստեղծեմ»։ Եվ ան գրեց 3 պատմվածք հաջորդ 3 օրերուն, բայց աբա դադրեցավ։ Շատ հուսախապ էր եւ գուզեր դուրսը ըլլալ, չէր ուզեր գրել։ Այս 3 պատմվածքները եւս կան քիրքի մեջ։ Ես շատ կհավնիմ զանոնք իրականության մեջ։ Անոնք հրաշալի կներկայացնեն անոր աշխատանքը եւ կգարձեմ ունգընտիրները եւս պիտի հավնին զայն։ I think the audience will like them very much. Դրանք փաստորեն նույնիսկ անգլերեն հրատարակված չեն եւ հենց առաջին հրատարակումը կլինի հայերեն։ I've got Այո, ճիշտ է։ Առաջին հրատարակությունը պիտի լա հայերեն։ Մենք անգլերեն հրատարակող ունենք Անգլիո մեջ, նաև Ֆրանսիայի մեջ, բայց առաջին հրատարակությունը պիտի լա հայերեն եւ լույս պիտի տեսնե Հայաստանի մեջ։ for release in Armenia. Once Saroyan, one of the Սարոյանն իր հայտնի ստեղծագործություններից մեկում, որը կոչվում է «Ուր են գնում ոսկորները», գրել է. «Ես ավելին եմ մոռացել, քան կարող եմ հիշել, եւ այդ ամենը այնտեղ է, ինչ որտեղ։ Այն իմաստ ունի եւ ավելին է, քան իմաստն է»։ Կարծում եմ այս մտքով նա նաեւ ցույց է տալիս կարեւորությունը պահպանելու այն, ինչ ապրել եւ զգացել է իր կյանքում։ Ինչ եք կարծում, արդյոք մենք պահպանում, զգում եւ ներկայացնում ենք ամեն ինչ այնպես, ինչպես նա կցանկանար։ we feel everything as he wished. I certainly think Այս ստեղծագործությունը շատ լավ գիտեմ։ Անիգա հրաբարակված է իր մահվանե հետ։ Անիգա ընդրված է մեծածավալ նյութերեն, որոնք ան գրած է կյանքի վերջին ժամանակները։ Եվ ան շատ ուշադիր էր իր ժառանգության նկատմամբ։ Ան շատ կկարևոր էր զայն։ Ես գիտեմ, որ 2025-ին Սարոյանական օրերը այն են, ինչ ան պիտի ուզեր։ Ան գուզեր իր աշխատանքը քնահատվի եւ գուհուսար, որ քնահատված ըլլա երիտասարդ սերունդին կողմէ։ Սարոյանի այսպիսի ներկայացումը լայն համայնաբադ իր հմտություններու եւ ներդրումի մասին կգարձեմ այն ինչ մենք գնենք գարդահայտե անոր ցանկությունները I think he'd be very pleased. I think he would be very pleased by this. Եվ ինչ եք կարծում, ժամանակակից աշխարհում երիտասարդ սերունդն ինչ պետք է սովորի Սարոյանից, հատկապես հայ երիտասարդությունը։ Let me talk about Ես պիտի ասեմ, թե ինչ կգարձեմ Սարոյանի մասին եւ անգե հետ կեկեք հասկանանք, արդյոք ադիգա գիրարելի է թե ոչ։ Ան մեծած է շատ բարդ պայմաններու մեջ, շատ աղքատ էր, ան ներքախտյալ էր, այնպիսի հասարակության մեջ, որ մասնավորապես չէր ընդունած զինք եւ իր շրջապատը։ Եվ չնայած անոր, ան գրծած է աշխատասիրությամբ եւ հրաշալի վարքագիծով գտնել լավակույնը մարդոց մեջ եւ գտնել գադագերկություն կյանքի մեջ կգարձեմ ադոնք ամփոփող որակներ են ես չեմ համարցակի լսելու որ կհասկանամ ներկայիս հայ երիտասարդներում մարդահրավերները ես ամերիկացի եմ եւ խորապես ճունիմ այդ փորձը որբեսի մեկնաբանեմ այն ինչ որ անոնք կթիմակրավեն բայց ընդհանուր առմամբ կգարձեմ որ այն մարդահրավերներուն որոնց անթիմակրաված է եւ այն մարդկայնությունը որան ցուցաբերած է այդ ժամանակ հավականին գիրարելի է այն մարդահրավերներուն համար, որոնց ընդհանրապես կթիմակրավե երիտասարդությունը, նաև հայ երիտասարդությունը։ to the people of Armenia. Խոսելով տեղի ունենալիք միջոցառումների մասին, ինչպես գիտեմ, նախատեսում եք դրանք կազմակերպել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Ինչու եք որոշել այս ձևաչափով կազմակերպել եւ առաջին անգամ է, որ նաև Երևանից դուրս են լինելու միջոցառումները։ One of our ambitions has been to Մեր նպատակներն մեկն է Երևանեն դուրս բերել այս աշխատանքները եւ ներկայացնել նաև մարզերում մեջ։ Երեխաներուն համար կազմակերպվելիք արվեստի ազգային մրցույթը կգարձեմ տեղի պիտի ունենա Լորվա մարզի մեջ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ նամնամարզության եւ ՔՈԱՖ կենտրոնի համատեղ չանքերով անոնք շատ ողջավորված են այս համագործակցությամբ։ Նախարարության հետ կմտածենք երկարացնել այս մրցույթը եւ հասցնել զայն նաև մյուս շրջանները։ Բացի այդ, Ամերիկայի տեսփանատունը ունի ամերիկյան անգյուններ տարբեր շրջաններում մեջ։ Այնտեղ իրականացվող անգլերենի դասավանդման ծրագիրներում մեկ մասը եւս պիտի ներառե Սարոյանի քրագանության ներկայացում։ Այսպիսով ասոնք այս պահուն այն երկու ծրագիրներն են, որոնք կնախադեսենք ունենալ Երևանեն դուրս։ Մենք իսկապես շատ կուզեինք դադերական ներկայացում ունենալ մարզերում մեջ, սակայն չենք կրնար այս անգամ։ Դակավին աշխատենք դրամամիջոցներում վրա։ in the regions also, but we're still working on a budget for that, and I'm not there yet. And as I know, we have Քանի որ Ֆրեզնոյում կա նաև Սարոյանի տուն թանգարանը, հետաքրքիր է, ինչպիսին է իրավիճակն այնտեղ։ Արդյոք կան նոր ցուցադրություններ
ծրագրեր կամ նախաձեռնություններ։ That is Ադիգա մեկ այլ վերածնունդ հիմնադրամին աշխատանքն է, որ ես չեմ ներկայացներ, սակայն մենք կապի մեջ ենք եւ կփորձենք համագործակցել Սարոյանական օրերու շրջանակներեն ներս։ Ասիգա առաջալի նախագիծ մնե եւ ասիգան նվեր է աշխարհասփյուր հայերուն։ Ես տեղյակ չեմ ներկայիս ծրագիրներեն, սակայն դուն թանկարանը մեծ փորձ ունի եւ կքաչալերեն բոլորը, որոնք հնարավորություն ունին այցելելու երթանու տեսնեն։ to go and see it. Շնորհակալ եմ հարցազրույցի համար, պարոն Սեդրակյան։ Ես եմ շնորհակալ։ Thank you. Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի հետ։ Կհանդիպենք։